Այսօր դավաճանների կողմից զավթած Հովանավանքում հերթական սատանայական հավաք կայացավ։ Այդ հավաքը ղեկավարում էր կարգալույծ եղած Նիկոլի անձնական օգտագործման Ստյոպիկը։ Այո, հենց Ստյոպիկը, որը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը չար ու ուղղակի աբիժնիկ է։ Զարմանում էին, որ ինքը ճեմարանում է սովորում, եւ ես ուզում էի նրան զարմանքի պատճառն իմանալ։ Պարզվեց, որ ինքը խադավիկ է եղել ապարանում, այս մարդը չունենալով անգամ բավարար կրթություն քահանայագործվելու համար, արի ու հայտնվել է միտեղ, որտեղ հայտնվելուց առաջ ինքը դեռ շատ այսպես մատուռներ պետքա ծառայեր։ Եվ եկեք այդ անկիրթ աբիժնիկին հիշացնենք, որ մեր Տեր Հիսուսը փայտագործի որդին էր, որ առաքյալներից կեսը ձկնորս էին, ու մեջները կային շատ տարբեր սովորական, բանվորական մասնագիտությունների տեր մարդիկ։ Նույնիսկ կաթողիկոս չի ծնվե Մյուրոնի գթալը բերանը։ Իսկ դու Ստյոպիկ, այտենց կշարունակես մնալ չար ու աբիժնիկ, մինչև քո դատաստանը կգա։ Դու այդքան չկաս, որ Տեր Սարգիսին հնարավորություն ունենաս անուն կպցնես։ Դու ընդհանրապես չկաս, դու գոյություն չունես։ Դու Ստյոպիկ ես, Նիկոլի անձնական օգտագործման Ստյոպիկ։